Նախատեսել էի առանձին ոլորտների հետ կապված նաև բան, եթե մենք ժամանակ ունենք, ես ուզում եմ գոնե տրանսպորտի էլեկտրոնային կառավարման մասին խոսեմ, որովհետև դա շատ կարևոր բան է այս պահին, որ մարդիկ իմանան ինչի համար է դա տրանսպորտը ներդրված։ Ուրեմն ասեմ, որ մեր հետ կապ ունի, իհարկե։ Ուրեմն ուզում եմ այս ինֆորմացիան ուշադիր լսի եւ այդ իշխանություն կոչվածը պետական իշխանություն կոչած Երևանի քաղաքապետարանի այդ ղեկավարությունը, որը այսպես ասած ինքնամոռաց այս տարիներով ուզում է ներդնի եւ այլ այդ ամեն ինչը։ Ասեմ, որ մի քանի process-ներ կա այս տրկացման, դրանց կարևոր process-ների մեջ էլեկտրոնային դրամապանակի բաների ներդրում, առողջապահության ոլորտում այդ էլեկտրոնային փաստաթղթեր, տրանսպորտի էլեկտրոնային ընդհանուր միասնական համակարգ, բանկային համակարգի հետ քարտային համակարգ, կենսաչափական անձնագրեր, ID քարտեր եւ այլն, այդ բոլորը մի մեծ համակարգ է, դա լավ, ես առանձին հաղորդումով նորից կանեմ, բայց այս տրանսպորտի մասին եմ ուզում ասեմ հետեւյալը։ Ուրեմն դու ինչպես գիտեք, դուք Telcel-ը սպասարկում է այդ տրանսպորտային բանը միասնական համակարգը, ինքը այդ համակարգը նախ սենց ասեմ, ներդրվել է ոչ թե տրանսպորտի բարելավման համար, այլ տրանսպորտը էլեկտրոնային կառավարման համակարգ թվային դաշտ մտցնելը չափազանց կարևոր է կանխիկ դրամը ընդհանրապես պետությունից հանելու համար, կյանքից հանելու մարդկանց համար։ Եթե տրանսպորտը հասարակական տրանսպորտում չի ներդրվում այդ գործիքը, դա շատ կարևոր օղակներից մեկն է, չի կարա պետությունը լրիվ կանխիկ դրամը հանի։ Դրա համար այն երկրներում, որ դուք ասում եք այդ զարգացած երկրներում դրված է մենք է դնենք, այդ զարգացած երկրներում դրանք չեն դրել, որ այդ զարգացած երկրների կյանքը բարելավեն, դա դրել են, որ այդ զարգացած երկրների բնակչության համար ընդհանրապես կանխիկ դրամը հանեն։ Հիմա Նորվեգիայում իմ ունեցած տեղեկություններով վերջերս այն ինֆորմացիան ստացել, պետք է ստուգվի ուղղակի։ Կանխիկ դրամը ընդհանրապես հանված է, արդեն փորձարկում է արվում եվրոպական երկրներում։ Դա նշանակում է արդեն էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար։ Հիմա այս գործիքը դրվել է այնտեղ, որ դրվել է, դա չի նշանակում, որ Եվրոպայում դրվել է, դա լավ բան է։ Այնտեղ տանում են ստրկացման, դու այդ գործիքը վերցնում ես, օրինակ ես վերցնում, այնտեղից է փող ես վերցնում, բերում դնում ես տեղ։ Հիմա պատրվակը տրանսպորտի արդյունավետ աշխատանքն է։ Սա ոչ մի կապ չունի տրանսպորտի բարելավման հետ, ոչ մի կապ չունի աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ։ Սա դրված է ուղղակի, որ այդ օղակը զբաղեցնեն։ Ինչ է կատարվում։ Telcel-ը սպասարկում է։ Telcel-ը դա մի կազմակերպություն է, ես հիմա այստեղ գրանցել եմ, ինչ կազմակերպություն է դա ուրեմն